Փակի դուրս սկսենք։ Դե սկսեցինք։ Ես ինչ եք անում։ Հոգի ենք կանչում։ Դզեց։ Եկեք Քիմ Քարդաշյանի հոգին կանչենք։ Ասդ, բայց Քիմը կենդանի է։ Ինչ կապ ունի, բայց հոգի ունի, չէ։ Ցնդել ես Ազատ։ Լավ, ուրեմն եկեք Մայքլ Ջեքսոնի հոգին կանչենք, թող գա մեր համար ձրի երգի։ Սկսեցինք։ Ես մեդիումն եմ, մեդիումը կանչվում եմ աշխարհի ամենաբարի հոգիներից մեկին։ Նայ, կապսը շարժվեց։ Աչքիս եկել է։ Հոգի, հոգի, իմ անունը ինչ է։ A J I Մորի։ Չեմ հավատում, որ ստե հոգի կա։ Դե թող իմ անունն էլ ասի։ A P U Շ Հա չէ եկել է։ Մի հատ բան հարցնեմ, էլի պարոն հոգի, իմ ամուսնու անունը ինչ է լինելու։ V I L Y N Վինե։ Լևոն ձեռը թույլ թող մի բրդի։ Ես չեմ բրդում, իրան է շարժվում։ Հոգի ջան, բա ես ում հետ եմ ամուսնանալու։ V I L Y N Վիլեն։ Է՞։ Բայց ո՞նց։ Ձեռս առնում Լևոն։ Հա, բա ինչ եմ անում։ Հիմա ես չհասկացա, Վիլենը քո հետ է ամուսնանալու, թե իմ հետ։ Հաջող Ազատ։ Դիլիջանի շենքերից մեկի բնակիչները մոտ 2 ամիս փորձում են կարգավորել տանիքի նորոգման հարցը։ Հակում են շատ Տրամադրություն ոնց է ջաջ։ Միջև քո գալը լավ էր։ Լավ լուր ունեմ քո համար ատեց։ Էլ ինձանից կյանքում փող չես ուզելու, գնում ես առանձին ապրես ու քեզ ընդհանրապես չենք տենա։ Չէ, ասեցի լավ, չասեցի տենց լավ։ Ուղղակի ուզում եմ պլաստիկ վիրաբույժ դառնամ։ Այ մամա ջան։ Ուզում ես շուրթերդ մի քիչ մեծացնեմ, ավելի կրքոտ երևաս։ Չէ։ Իսկ կարող ես ուզենաս դոշերդ մեծացնես։ Գեժվել ես արա։ Ինչի՞, երբ կուզես ձեռներ կգցես։ Մենակ իմանաս ով էր զանգել։ Մեր դասարանի քնարիկը։ Գիտես ինչ մոտ էի հետը։ Հա։ Համարյա 20 տարի է չի շփվել հետը։ Ձենը հազիվ ճանաչեցի։ Հա։ Լացելով ասում էր, որ ինքը շատ դժբախտ է։ Շատ լավ։ Գառիկ ես չես լսում։ Շատ վատ է։ Քնարիկն ասեց, որ ուզում է ամուսնուց բաժանվի։ Պատկերացնում ես, ոնց կարելի է այդքան երկար իրար հետ ապրելուց հետո բաժանվել։ Գառնիկ ինչ ես անում։ Պատկերացնում եմ։ Բայց դու վստահ ես, որ քո մարդը քեզ դավաճանում է։ Հա, Ռուզիկ, իհարկե վստահ եմ։ Իսկ իմ գառնիկիս կանայք բանի տեղ չեն դնում։ Բախտս բերել է, որ տհաճ ու անդուր դեմք ունի։ Հա, բայց ինչի ես տենց ասում։
Բարև ձեզ։ Հա, չէ, ճիշտ էիր ասում։ Գարնիկ ջան, ծանոթացի, մեր դասարանի քնարիկն է։ Օ, լեգենդար քնարիկը։ Գիտես չէ, Գառնիկ ջան, Ռուզիկին 20 տարի է չէի տեսել։ Երանի քեզ։ Փաստոր է, 20 տարի առաջ դու ես հա մեր Ռուզիկին տարել։ Խմած էի։ Չէի հասկանում ինչ եմ տանել։ Մեր դպրոցական տարիներն ենք վերհիշում։ Արի նստի լսի։ Չէ, ավելավը ես գնամ քնեմ, որ առավոտշուն զարթնեմ, որ գնամ աշխատանքի, որ ամսը վերջում աշխատավարձ ստանամ, բերեմ տուն տամ ձեզ, որ մի րոպեում գզեք գցեք մի կողմ։ Երևի հոգնած է։ Ռուզ հիշում ես, դպրոցում ինչքան տղա կար քո հետևից էր ընկած։ Ինչ տղա։ Ինչ տղա։ Դե մեր Ռուզիկը այնքան սիրուն էր, դպրոցի բոլոր տղաները ուզում էին իր այդ ընկերություն անեին։ Բա ասում էիր ընկեր չես ունեցել։ Վայ Գառնիկ ուղակի դպրոցական անկապ սեր ա եղել։ Ռուզի իսկ հիշում ես, որ 9-րդ դասարանում մեր դասարանի Ազատի հետ էիր ընկերություն անում։ Ինչ Ազատ։ Հələ մի րոպե։ Ես մեր առաջին երեխու անունը քո դպրոցական ընկերոջ անունով ես դրել։ Չէ, Գառնիկ, ուղակի սիրում եմ այդ անունը։ Ռուզան, ես էլ լահամաջո եմ սիրում, բայց երեխուս անունը լահամաջո չեմ դրել։ Վայ Գառնիկ ջան, մի անհանգստացի։ Ինքը այդ Ազատի հետ այդքան ընկերություն չի արել։ Ինքը ավելի շատ կողքի դասարանի Լևոնին էր սիրում։ Լևոն։ Ես մեր երեխեքի անունները սիրասներից պատվին ես դրել։ Վայ Գառնիկ, ուզում ես քնեիր, գնա քնի էլի։ Ես արդեն վախենում եմ պատկերացնեմ, թե Մարիի անունը ում պատվին ես դրել։ Լկտի։ Իսկ դուք իրար հետ ուղակի ընկերուներ եք, թե։ Դե ձեզ մենակ որում չխանդարեք։ Դու ուզում ես նիհարել, չէ։ Հա, շատ։ Ես պլաստիկ վիրաբույժ եմ ուզում դառնալ ու քեզ կօգնեմ։ Ո՞նց։ Ես ավելորդ մսերդ կկտրենք, կդառնաս նիհար տղա։ Դրա համար ինչքան փող ես ուզում։ Ոչ մի բան, այդ կտրած մսերը ես շուկայում կծախեմ, իմ փողը կհանեմ։ Իսկ ցավոտ, ա։ Չգիտեմ։ Սրանով պետք է կտրեմ։ Հələ նայեմ։ Էդ չոտ է գալիս։ Պանել եմ մի քիչ առաջ սրանով կտրել։ Չէ լավ չեմ ուզում։ Մի մտածեսը կմաքրեմ։ Ահա, արդեն մաքուր է։ Չէ, պեչի, ես ուրիշ ձև կնիհարեմ։ Լավ էլի խնդրում եմ թող քեզ օպերացիան եմ, ձեռս մի քիչ բացվի։ Չէ, ելը գնա, այստեղ։ Գառնիկ, արի խոսանք։ Չեմ ուզում։ Կներես ինձ, ուղակի։ Որ ասում եմ չեմ ուզում, այդ նշանակում է, որ դու էլ չպիտի խոսաս։ Իսկ կարող ա ուրիշ բան ես ուզում։ Հա, Դե ասա, ինչ ես ուզում։ ուզում եմ դրանդեմը 2 մետրանոց փոստ փորեմ ու թաղեմ քեզ։ Գառնիկ, հանգստացի։ Վերջ, այսօրվանից երեխեքի անունները փոխում եմ։ Ի, Գոյղի որ մենակ անուններն եմ ուզում փոխեմ, ոչ թե երեխեքին։ Գնաց։ Այ հիմա կուտեմ։ Յախ Կազատ, ինչի՞ այդ ամեն ինչը խառնեցիր իրար։ Ինչ տարբերություն, մեկը փորից մեջ խառնվելու է։
Բարև, պապ։ Բարև Սամսոն։ Ոնց ես Սամսոն։ Պապ։ Ասա Սամսոն Գառնիկովիչ։ Պապ, լավ ես։ Այսօրվա ինձ քո անունը լինելու է Սամսոն։ Իսկ քոնը Վրեժ։ Վրեժ, դզեց։ Հերիք հա անկապ խոսակ։ Ազատ էդ ապսետ դուր փոխեմ։ Ազատ քո հետ եմ։ Ազատ ով է, ես վրեժն եմ։ Ես կբացեմ։ Ապրես Սամսոն ջան։ Վայ, քնարիկն ա եկել։ Պապ, իսկ կլինի ես էլ քեզ Ղազարոս ասեմ։ Կներեք ձեր ողբը շաքարով կտրեմ, ինչ ա եղել։ Քնարիկի ամուսինը դատարանից թուղթ ա ուղարկել, ուզում ա բաժանվի։ Լտվեք տնամ այդ թուղթը։ Գառնիկ քեզ ինչ եղավ։ Այս թղթից ազատության հոտ ա գալիս։ Օգնից, էլ արդեն չգիտեմ ինչ անեմ։ Դու պետք է նենց անես, որ ինքը փոշմանի ու հասկանա, որ քեզ կորցնում ա։ Այդ ժամանակ վազելով կգա քո մոտ։ Ինչ եք ուզում այդ խեղճ տղուց։ Սուս գառնիկ։ Քնար, արի քո համար նոր տղամարդ ճարենք, մարդը տենա խանդից տրակվի ու մեռնի։ Հա, բայց ուն ճարենք։ Հələ լսի, քո մարդը գառնիկին չի ճանաչում, չէ։ Չէ։ Ահա, ես կարամ գառնիկին պրակատով տամ քեզ։ Ահոր։ Գառնիկի։ Բայց դες մարդս վրաս կխնդա։ Դե հասկանում եմ, որ լավ տարբերակ չի, բայց ինչ անեմ, իմ ունեցածն էլ էս ա։ Հա բայց ոչինչ, որ ես տեղ նստած եմ ու ամեն ինչ լսում եմ։ Լավ էլի խնդրում եմ գառնուկս, ընկերուս օգնի։ Լավ կօգնեմ։ Մերսի կյանքս։ Բայց կարող է տղու հանդեպ վատ բան եմ անում։ Չէ, ինչն ա վատ։ Կարող ա դրանից հետո քնարիկն ու իր ամուսինը վերամիավորվեն։ Հա դե էդ եմ ասում, կարող է այդ տղու հանդեպ վատ բան եմ անում։ Հեսա մի ժամից քնարիկի ամուսինն ա գալիս տեղ, որ բաժանման փաստաթուղթը ստորագրի։ Քնարիկն ասել ա, որ էսի իր նոր ընկերոջ տունն ա։ Եղավ։ Գառնիկ նորմալ շոր հագի։ Այդ մարդը քեզ պետքա խանդի, ոչ թե խղճա։ Այս Սարոշկին ես մի ամիս ա հակիցս չեմ հանել։ Կարող է դրա խաթր պտի հանել։ Քնարիկի հետ շատ սիրալիր, նուրբ ու ռոմանտիկ կլինես, որ ամուսինը մի անգամից խանդի։ Չեմ խոստանում։ Հա, մեկ էլ փռշտալուց բերանդ կփակես։ Իսկ որ զուգարան ուզեմ գնամ, չէ, տակս չանեմ։ Դե ես երեխեքին վերցնեմ, գնամ մամայինց տուն, որ չխանգարենք։ Այդ մեկը շուտ պտի աներ, արդեն 20 տարյա խանգարում եք։ Արի կողքս նստի։ Մոտիկ նստի, որ ամուսինս հավատա, որ իմ ընկերն ես։
ձեռքդ էլ կդնես ոտքիս, որ խանդի։ Ոնց։ Այսենց, Գնամ բացեմ։ քեզ մաքսիմալ ռոմանտիկ ու սիրահարված կպայես, հասկացա՞ր։ Բարև ձեզ։ Ես Վարդանն եմ։ Գարնիկ, իմիջիայլոց ես քնարիկի ընկերն եմ, համեցեք։ Ոնց ես։ Քնարիկ։ Շատ լավ։ Սենց կյանքի կտորի կողքը ես ինձ ոնց կարող եմ ված զգամ։ Այ ուտեմ ես քո մռութը, այ գժուկ։ Ես էլ քո մռութը ուտեմ, այ Ձուկիկ։ այ ձուկիկ։ Ուրա փաստաթղթերը։ Տվեք ստորագրեմ։ Բայց ինչի ես շտապում, կբերեմ էլի, չես ուզում մեր ծանոթության համար խմենք։ Խմենք։ Վարդան ջան, քեզնից շատ շնորհակալ եմ, որ դու որոշեցիր ինձնից բաժանվես, որովհետև եթե մենք միասին լինեինք, ես ես գժուկի չէի հանդիպի։ Գիտես չէ, անկողնում։ Մի փոքր չափազանցնում է։ Իրականում Ուրախ եմ ծանոթանալու համար։ Կներեք, որտեղ է ձեր զուգարանը։ այնտեղ Ես հեսա կգամ։ Ինչի քեզ կրկոտ չես պահում։ Ինչ եկել եմ մենակ ես եմ խոսում։ հենա ոտդ բաժում է երիկա։ Չէ, հերիք չի։ Պետք է հենց անես, որ խանդի։ Ամաչում եմ։ Հլես խմի, որ դու հավաքես։ Հլա ամաչում եմ։ Հլես էլ խմի։ Ամաչում եմ։ Էս էլ։ Խմի։ Կներեք, տվեք ստորագրեմ գնամ։ Ու ես գնում ցավը տանեմ։ Մի բաժակ բանկ խմենք նոր կգնաս։ Բալես արինը պապայի մոտ։ Մի արա, կյանքս մի արա։ Ուտեմ են միսիկները։ Ես շտաբում եմ, տվեք ստորագրեմ գնամ։ Ոնց է մազրիդ հոտը դուր գալի։ Ջան։ Խանդից գժվեց գնաց։ 100%։ Արի նշենք մեր հաղթանակը։ Արի նշենք ցավը տանեմ։ Ուզան ձերդ քաշի։ Վայ մամա ջան, ես ինչ եմ ես արել։ Լավա շորերով եմ։ Ես ինչ ավիճակս։ Կլարիկ վերկաց, արագացրա։
Ես որտեղ եմ ես։ Գառնիկ։ Ռուզանը եկավ։ Ես ի՞նչ աներք եմ։ Գառնիկ չէ, ոտդ կջարդես։ Ավելավը ոտս ջարդեմ, կան Ռուզանը գլուխս ջարդի։ Չնայած ճիշտ ես ասում։ Գառնիկ հանգստացի, մեր մեջ ոչինչ չի եղել։ Ռուզանը մեզ որ տեսավ, հաստատ չի հավատալու։ Էսուր է գառնիկը։ Չգիտեմ։ Գառնիկ հենց հիմա դուրս արի։ Հաշվում եմ երեքը, եթե դուրս չեկար, ուրեմն պահարանի մեջ մարդ չկա ու ես հանգիստ կարամ վառեմ պահարանը։ Ռուզան, ես ամեն ինչ կբացատրեմ։ Դուրս արի ասում եմ։ Գառնիկ չես ամաչում։ Ռուզան, երդում եմ, մեր մեջ ոչ մի բան չի եղել։ Հա ճիշտ ասում Ռուզան, ոչինչ չի եղել, ուղղակի մենք շատ էինք խմել։ Ոնց։ Գառնիկը խմել էր։ Հա, շատ։ Ուրեմն հաստատ ձեր մեջ ոչ մի բան չի եղել, որովհետև գառնիկը որ խմում է, իր մոտ ոչ մի բան չի աշխատում։ Լուրջ ես ասում։ Հա։ Դե շատ լավ է, քնարիկ ջան, շնորհավորում եմ։ Հա, անպայման կփոխանցեմ։ Պակա։ Քնարիկը քեզ մերսի էր ասում, Վարդանի հետ վերամիավորվել է։ Ես խանդի տեսարանը աշխատեց, հա։ Չէ, Վարդանն ուղակի քնարիկին խղճացել է։ Ասել է, էտում հետ է իր ընկերություն անում։ Ուզում եք քիթը պլաստիկ վիրահատություն անի, պատահական կտրեցի։ Տանեմ հետ կպցնեմ։